Դերասան Գևորգ Գրիգորյանն այսօր հյուրընկալվել էր Ասեկո-ՍԱԵՄ-ի տաղավար, որտեղ առաջին անգամ հրապարակային անդրադարձ կատարեց իր և դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հարաբերություններին։ Չնայած հաղորդավարուհու փորձերին բացահայտել ավելին, Գևորգ Գրիգորյանը մնաց իր սկզբունքներին հավատարիմ, հարցերին պատասխանելով խուսափողական կերպով։ Նա ընդգծեց, որ այժմ իր համար կարևոր է պահպանել անձնական կյանքի գաղտնիությունը, նշելով՝ անձնականն անձնական է և այդպես էլ պիտի մնա։ Դերասանը զգուշորեն շրջանցեց կոնկրետ հարցեր, այդ թվում արդյոք իրենք դեռ միասի՞ն են, սակայն հետաքրքրական ձևով նշեց, որ իր կյանքում եղել են և կլինեն կանայք, որոնց գոյության մասին հանրությունը երբեք չի իմանա։ Նրա այս հայտարարությունը միայն խթանեց քննարկումները, տալով տեղ նոր ենթադրությունների ու ասեկոսեների, թե իրականում ինչ է կատարվում հայտնի զույգի կյանքում։ Հանդիսատեսը թեև մնաց առանց հստակ պատասխանների, չի թաքցնում իր հետաքրքրությունը, սպասելով նոր հայտնվելուն թե հեռուստաէկրանին և թե անձնական կյանքում ի հայտ եկող նոր էջերին։ Այս հաղորդումը ևս մեկ թեժ քննարկումների առիթ դարձավ այլ դիտարկման շնորհիվ։ Ասեկո-ՍԱԵՄ-ի հաղորդման շրջանակներում, երբ խոսքը դարձյալ տեղափոխվեց դերասանուհի Ռոմելա Սարգսյանի անձնական կյանքին ու նախկին ամուսնու Աշոտ Պողոսյանի արած հայտարարությանը, Գևորգը կտրուկ արձագանքեց։ Նախ հիշեցնենք, որ իր հարցազրույցներից մեկում, որը կրկին Ասեկո-ՍԱԵՄ-ի տաղավարում էր, Աշոտ Պողոսյանը մեկնաբանելով իր և Ռոմելայի ամուսնալուծությունն ասել էր. «Ընտրյալս դժվար թե դերասանուհի լինի, որովհետև դերասանները հաճախ դերի տակ են մնում»։ Այդ միտքը սոցիալական ցանցերում լայն տարածում գտավ և շատերի կողմից ընկալվեց որպես ուղղակի քարկոծում թե Ռոմելայի և թե իր նախկին հարաբերությունների վրա։ Երբ հաղորդավարուհին հարցրեց Գևորգ Գրիգորյանին, թե արդյոք ինքը երբևէ մնացել է դերի տակ, դերասանը պատասխանեց հեգնական ու կտրուկ. «Ես կասկածում եմ, որ դերասան է նման բան ասել, նման հիմար միտք կրթություն ստացած մարդը չպիտի արտահայտի, չի եղել որևէ դերի տակ, որ մնամ ու իրեն էլ եմ խորհուրդ տալիս երբեք նման բան չանի»։ Այս արտահայտությունները հանրության մոտ աննկարագրելի արձագանք առաջացրեցին, շատերը Գևորգի խոսքերն համարեցին ուղղակի վիրավորանք Աշոտ Պողոսյանի հասցեին, մեկնաբանելով, որ դրանով նա ի դեպ խախտեց հենց այն սկզբունքը, որի մասին ինքն էր խոսում, անձնական է չդարձնել հանրային։ Մյուս կողմից կային այնպիսիք, ովքեր պաշտպանում էին Գևորգ Գրիգորյանին, նշելով, որ նա պարզապես պաշտպանեց ինչպես իրեն, այնպես էլ իր ընկերուհու Ռոմելայի արժանապատվությունը։ Այս միջադեպը ցույց տվեց, թե որքան բարդ ու զգայուն են դերասանների անձնական կյանքն ու հանրային կերպարը, հատկապես երբ դրանք շփվում են հանրային պլատֆորմների հետ, իսկ թե ինչպես կզարգանան այս փոխհարաբերությունները և արդյոք Աշոտ Պողոսյանը կարձագանքի այս խոսքերին, ժամանակի հարց է։ Երկար ժամանակ քննարկվում էր Ռոմելայի և Գևորգ Գրիգորյանի միասին լինելը, սակայն նրանք պաշտոնապես որևէ տեղեկություն չէին հայտնել։ Միայն 2024 թվականի վերջին նրանք Ինստագրամում համատեղ տեսանյութ հրապարակեցին և անուղղակի կերպով հաստատեցին։ Տեսանյութը նրանք հրապարակել են «Փաստորեն լավ ենք իրար ճանաչում» գրությամբ։ Նրանք պատասխանել են մի շարք հարցերի, որոնցից պարզ է դառնում առաջինը ով է սեր խոստովանել, ավելի շատ ընկերներ ունեցողը, կատակասերն ու համբուրվել սիրողը ևս դերասանն էր։ Նշենք, որ այդ տեսանյութն այլևս հեռացված է Ռոմելա Սարգսյանի էջից և հնարավոր չէ այլևս գտնել։ Երկուսն էլ առանց վարանելու նշել էին, որ գեղեցիկ է Ռոմելան, նա նաև շատ գումար ծախսողն է, իսկ թե ով է ավելի դյուրագրգիռ, ամեն մեկն իրեն էր մատնացույց արել։ Հրապարակման տակ հետևորդները շնորհավորել են նրան սեր և երջանկություն մաղթել, նշելով, որ ներդաշնակ զույգ են։ Գևորգ Գրիգորյանն ու Ռոմելա Սարգսյանը միասին նկարահանվել են մի շարք հեռուստասերիալներում, որոնցից մեկը լեռները կհիշեն հեռուստասերիալն էր, որից հետո սկսվեց նրանց սիրավեպը։ Դերասանուհին դեռևս ամիսներ առաջ Թերթ-ամ Լայֆի հետ զրույցում անկեղծացել էր ու խոսել իր և Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների մասին խոսակցությունների։ Նշենք, որ այդ շրջանում երկուսն էլ հերքում էին։ Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում։ Այսինքն ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել, եթե հարկ համարեմ ինչ-որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք։
ասել էր նա։ Նշենք, որ մինչ Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունները դերասանուհի Ռոմելա Սարգսյանը կրկին դժվարությամբ, սակայն խոստովանել էր, որ ամուսնացած է և 2 տարի։ Դերասանուհին պատմել էր, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ուսանողական տարիներին։ Չնայած դրան, Ռոմելան թաքցնում էր իր ամուսնուն և չէր խոստովանում, թե ով է նա։ Այնուհետև համացանցում տարածվեցին տեղեկություններ, որ Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ Գրիգորյանը բաժանվել են։ Այդ ամենի համար հիմք հանդիսացավ, որ Ռոմելա Սարգսյանը հեռացրեց համատեղ տեսանյութերն ու լուսանկարները։ Չնայած այն պնդումներին, որ նրանք այլևս Ինստագրամում իրար չեն հետևում, սակայն հարցազրույցի ընթացքում Գևորգ Գրիգորյանը նշեց, որ որևէ բան չի փոխվել, նրանք հետևում են սոցիալական ցանցերում միմյանց և ավելին, Ռոմելան երբեք իր անձնական էջերը չի ջնջել։ Հիշեցնենք նաև, որ Ռոմելա Սարգսյանի նախկին ամուսինը Աշոտ Պողոսյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, որտեղ մարմնավորում է Սեմին։ Դե ինչ սպասենք հակադարձումների, ինչպիսի հակադարձում կունենա Գևորգ Գրիգորյանն Աշոտ Պողոսյանի կողմից այդ արտահայտության հետ կապված, ցույց կտա ժամանակը։